22 ձեռնպահ 1 որոշումն ընդունվել է, այժմ անցնում ենք բուն նախագծի քննարկմանը, քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, համեցեք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինչպես արդեն ներկայացրեցի, առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել աշխատանքային օրենսգրքում, հիմա բացատրեմ ինչու եւ ինչ փոփոխություններ։ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը իրականացվելու է բացառապես թվային համակարգով։ Ինչպես նաեւ որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվելու գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար, այսինքն որոնք նախկինում կնքված են եղել։ Այս փոփոխությունները համահունչ են եղել ընդհանուր կառավարության թվայնացման քաղաքականությանը եւ ըստ էության ուժի մեջ են մտել եւ թվային համակարգերը աշխատում են, այսինքն հենց հիմա էլ այդ գործողությունները տեղի են ունենում թվային էլեկտրոնային եղանակով եւ աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի միայն այդպես, պայմանագրեր կնքել միայն այդպես։ Սակայն գործընթացը նաև ենթադրում է էլեկտրոնային ստորագրությունների առկայություն թե աշխատակիցների մոտ, թե գործատուների մոտ։ Գործատուների դեպքում այդ հարցը վաղուց լուծված էր, որտեղ էլեկտրոնային ստորագրությունը անհրաժեշտ էր նաև բոլոր հարկային հաշվետվությունների ներկայացման համար շատ վաղուց եւ այդ մասով խնդիր չկա, սակայն աշխատակիցների միստվար զանգվածի մոտ, թե նոր աշխատանքի ընդունվող եւ թե արդեն գործող պայմանագրեր ունեցողների մոտ, ինչքան էլ որ մենք տվել էինք բավարար ժամանակ, այսինքն 1 տարի, 1 տարուց էլ ավել, եւ նաեւ գիտեք, որ այդ էլեկտրոնային ստորագրությունը անհրաժեշտ է նաեւ այլ գործիքներից եւ օգտվելու համար, օրինակ նույն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը լրացնելու համար եւ այլն, այնուամենայնիվ մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել կամ ժամանակին չեն ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքները իրացնելուց այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով, որը թույլատրելի իրավիճակ չէ կարծում եմ եւ մեր որևէ քաղաքացի պետք է զրկված չլինի դրանից։ Միևնույն ժամանակ շատ կարեւոր է նաեւ փոխկապակցել այս բարեփոխումը մեկ այլ բարեփոխման հետ, որը պակաս կարեւոր չէ, դա նոր տեսակի չափանիշների, միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է, որը արդեն մտել է իր վերջնական փուլ եւ մենք այս տարվա վերջից կունենանք նոր տեսակի նույնականացման քարտեր եւ այստեղ էլ մի խնդիր է առաջանում, որ եթե մենք հիմա նույնիսկ մոտ 200,000 քաղաքացու շատ 24 ժամյա ռեժիմով աշխատելով առանց շաբաթ-կիրակի տրամադրենք այդ 200,000 քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո կրկին այդ վերաթողարկման հետ, այսինքն նորից նույն քարտերը տրամադրելու եւ առաջարկում ենք հետեւյալը. թողնել այն ինչ որ կամավոր կա ուժի մեջ, այսինքն քաղաքացիները իրավունք ունենան դա անել էլեկտրոնային եղանակով, որտեղ նորից եմ կրկնում, բուն թվային տեսանկյունից համակարգը աշխատում է, ես ինքս իմ աշխատակիցների հետ պայմանագիր կնքել եմ էլեկտրոնային եղանակով, այսինքն ինքս կարող եմ ասել, որ դա աշխատում է։ Բայց նաև թույլ տալ շարունակել թղթային տարբերակով պայմանագրերը կնքելը, մինչև որ մեր բոլոր քաղաքացիները ի վերջո կունենան նույնականացման քարտեր, այժմ ներկայացված նախագծով առաջարկը հետեւյալն է, որ հետաձգենք 1 տարով, այսինքն պարտադիրը ուժի մեջ մտնի 27 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ մենք այստեղ քննարկում էինք, մենք մի քիչ ավելի խորը մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկեցինք եւ պետքա արդեն առաջարկենք առաջինից երկրորդ ընթերցում այն եւս 6 ամսով երկարացնելու, այսինքն ուժի մեջ դնելու պարտադիր կոմպոնենտը 2028 թվականի հուլիսի 1-ից, որ վստահաբար որևէ կուտակում, որևէ խոչընդոտ եւ որևէ հերթ չլինի նույնականացման քարտեր ստանալու համար, երևի այսքանը, եթե հարցեր կլինեն, կպատասխանեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։
Արուսյակ Մանավազյան։ Պարոն Թորոսյան, իսկապես շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, որտեղ դժգոհություններ կան իրականում քաղաքացիներ, նաև գործատուների կողմից։ Պատճառը միայն, այսինքն շատ լավ է, որ մենք գնում ենք դեպի էլեկտրոնային հարթակ եւ լրացնում ենք աշխատանքային պայմանագրերը, ամեն ինչ թափանցիկ երևում է, որևէ խնդիր չկա այդտեղ եւ պետք է ինչ որ պահից սկսած ունենանք այդ էլեկտրոնային տարբերակը, բայց ID քարտերի հետ կապված իսկապես կա դժգոհություն, որտեղ քաղաքացուն ստիպված է լինում կամ քաղիրավի ծառայությունների մատուցման պայմանագրով ընդունել, եթե ոչ աշխատանքային, իսկ դա էլ հարց է, կարող ես, թե չես կարող, եւ կամ խնդիր է, թե խնդիր չէ, դա էլ է։ Հիմա տեսեք, մենք որքան ենք համոզված, որ ձեր ասած նոր տարբերակը ID քարտերի տարվա վերջ լինելուց հետո մենք կհասցնենք մինչև մյուս տարվա ենթադրենք հունիս ամիսը ամբողջ ծածկույթով, այսինքն բոլորը ունենան այդ քարտերը։ Սա էլ է խնդիր լինելու, թե իսկապես կարողանալու ենք հենց հունիսից օրենքը ուժի մեջ մտնելու պատրաստ լինենք։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան, այնքանով ենք համոզված, որ նոր համակարգը, նոր օպերատորով պետություն մասնավոր համագործակցությամբ ներդրվող թողունակության խնդիր չի ունենալու, ինչ մենք ունենք մեր այս պահին բավական հին եւ շատ ծանրաբեռնված աշխատող համակարգի հետ, այսինքն մենք ունենք սահմանափակում օրական թողարկվող քարտերի այսօր, նոր համակարգի դեպքում չեմ ասի անսահմանափակ, որտեղ այնուամենայնիվ ամեն ինչ էլ սահմանափակ է, բայց մեր բնակչության թվի համար սահմանափակումներ ըստ էության չեն երևալու, հա, նրանք տրվելու են շատ արագ, այդ առումով մենք ունենք հավաստիացում մեր գործընկերներից ներքին գործերի նախարարության, որ դա տեղի է ունենալու եւ դուք հիմա գիտեք, որ այսօրվա թողարկվող ID քարտերը նույնիսկ իրենց մեծ չիպը չեն պարունակում եւ պարզապես պլաստիկ քարտ են, բայց տպագրության, այսինքն հիմա հերթը հասել է մոտավորապես ամառ, հունիս, հուլիս ամիսներ եւ այս տեսանկյունից մենք չենք կարող զրկել մեր քաղաքացիներից իրավունքներից, թեև նորից եմ կրկնում կամավոր թույլ ենք տալու դա իրականացնել եւ քաղաքացիներին այնուամենայնիվ խնդրում եւ կոչ ենք անում անցնել թվային գործիքների։ Ես ինքս իմ ID քարտը հանել եմ, երբ որ ID քարտերը նոր սկսեցին տպագրվել 500-րդ համարն եմ եղել ժամանակին, որտեղ հավատացել եմ դրան, որտեղ դա ավելի թափանցիկ եւ ճիշտ եղանակել բոլոր գործերը կարգավորելու։ Շնորհակալություն։ Արձագանք։ Արման Ղազարյան։ Պարոն Թորոսյան, տեսեք, դուք ձեր զեկույցում նշեցիք, որ ինչպես միշտ քաղաքացիներն են մեղավոր։ Այսինքն կոնկրետ դեպքում մի կողմը պետությունը որպես գործատուի ոչնչով մեղավոր չի։ Այդ ավաստիացումները մենք այս դահլիճում ձեր ներկայությամբ շատ ենք լսել փող ոստիկանապետի կողմից, որ ID քարտերի հետ կապված խնդիր չկա։ Այդ դեպքում ես խնդրում եմ բերեք անջատեք։ Ինչքանն է եղել քաղաք։ Ես չեմ կարծում, որ մեկ ունեն ID քարտ եւ աշխատող լինի գործատու կոնկրետ ձեր մոտ եւ ինքը էլեկտրոնային եղանակով պայմանագիր չկնքի։ Դա կոնկրետ անժխտելի ոստիկանության տվյալ ծառայության մեղքն է, որի արդյունքում չէ կարողացել ծրագիրը ձեր սահմանված ժամկետում իրականացնել։ Բերեք ճիշտ ասենք, կամ եթե կա քաղաքացիների մեղքով եւ ես այդ ժամկետներն էլ համաձայն չեմ, դուք պետք է վերանայեք հետեսի, որտեղ բազմաթիվ այսպիսի ժամկետներ եղել, որի արդյունքում երկարացվե եւ ոստիկանությունը չի։ Ես գիտեմ բազմաթիվ հերթեր հունիս ամսին, մարդ հերթագրվել է հունիս ամսին, որ պետք է ID քարտի համար դա ID քարտ ստանա։ Պարոն Ղազարյան, ոչ մեկ չասաց, որ քաղաքացիները մեղավոր են, բացարձակ։ Ես ասում եմ, որ մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել իրենց ID քարտը վերցնել, որը անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար, բայց այլ 100,000-ավոր քաղաքացիներ էլ վերցրել են։ Մենք այս պահին խոսում ենք մոտ 200,000 քաղաքացու մասին, ով ունի աշխատանքային պայմանագիր, այսինքն գրանցված է որպես օրինական աշխատող պետական երկրապետների կոմիտեի համակարգում, բայց չունի ID քարտ, բայց այն մնացած 600,000-ից ավելին ունեն, եւ հետեւաբար դա քաղաքացու ընտրությունն է եղել եւ մենք խրախուսել ենք, որպեսզի տարբեր գործիքներից օգտվելու համար մեր քաղաքացիները դա անեն, նաեւ տվել ենք բավարար ժամանակ։ Ինչ վերաբերում է թողարկման խնդիրներին, մենք չենք վարանել դրա մասին խոսել, այո, այս ազգային ժողովում, այդ թվում նաեւ երբ որ ես падգամավոր էի, մենք մեր գործընկերների հետ բազմիցս խոսել ենք բիոմետրիկ անձնագրերի եւ նոր ID քարտերի համակարգի ներդրման կարեւորության մասին, այդ թվում նաեւ միջազգային հարցեր լուծելու մեր վիզաների ազատականացում եւ այլն, եւ նորից եմ կրկնում, մենք հասել ենք արդեն մեր
վերջնական գծին, հա, այդ ռուսերեն ասած ֆինիշնի պրիմոյին, որ արդեն երևում է այդ վերջը, կա պետություն մասնավոր համագործակցությունը եւ այդ մասնավոր ընկերությունը, որը ընտրված է եւ ID քարտերի օրինակներն էլ արդեն կան, տպագրվելու են, բայց դա չի խանգարում հիմա էլ վերցնել Պարզապես մենք չենք կարող մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքները ստորադասել իրենց իսկ կողմից այդ քարտը չվերցնելուն, հա, մենք իրենց ասել ենք, որ կա ժամանակ, խնդրում եմ գնացեք վերցրեք, պատշաճ եւ բավարար ժամանակ, այլ որոշ քաղաքացիներ դա չեն արել, մենք չենք ուզում, որ իրենց իսկ չվերցնելու պատճառով իրենք իսկ խնդիրներ ունենան։ Արձագանք։ Պարոն Թորոսյան, իհարկե, որ այդ քաղաքացիները պետք է անկախ պայմանագրի կնքման ձևից պետք է շարունակեն իրենց աշխատանքը, դա լինի թղթային, թե էլեկտրոնային, որտեղ պետությունը, սահմանադրությունը ասում է առաջին այդ մարդու շահերը պետք է գործատուն, բայց դուք հորդորելուց եւ պարտադրելուց օրենքով նաեւ պետք է պայման ստեղծեք մարդու համար, որ կարողանա մարդը ձեր առաջարկող պայմանից օգտվի։ Այսինքն դու մի կողմից պարտադրում ասում եք պարտադիր էլեկտրոնային ստորագրությունը, մյուս կողմից այդ մարդկանց համար հնարավորություն չեք տվել ողջամիտ ժամկետում կարողանան ձեր կողմից կամ կառավարության որոշ, հետեւաբար դուք այն ժամանակ ճիշտ չեք գնահատել այդ ռիսկները։ Այդ արդյունքում էլ եկել ենք ամեն օր արտերտ նիստ ենք անում, որպեսզի կարողանանք մենք այդ բացի տեխնիկական բնույթի բացը լրացնենք։ Այս ամբողջ խնդիրը պետք է տաս հնարավորություն հետո պահանջես, դու առանց հնարավորություն տալու մարդուց են ես պահանջը, որի ձեռքի չէր գործիքակազմը, ո՞նց է լուծելու։ Պարոն Ղազարյան, ինչպես նշեցի, թե այս գործիքից օգտվելու համար օրենքը ընդունվել է դեկտեմբերի 4-ին 2024 թվականի եւ լայն հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացվել։ Համակարգը նախագծվել եւ ներդրվել, այսինքն այն աշխատում է, բավարար ժամանակ է եղել նաեւ այլ գործիքներից օգտվելու համար ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն, բայց մենք հաշվի առնելով, որ այնուամենայնիվ մեր շատ քաղաքացիներ դա չեն հասցրել անել, խնդրում ենք ձեզ ազգային ժողովին թույլ տալ մեր այդ քաղաքացիներին այդ ամենը անել ավելի սահուն, մեղմ, առանց ստրեսերի ռեժիմով։ Շնորհակալություն։ Վլադիմիր Վարդանյան։ Պարոն Թորոսյան, մի կատեգորիա էլ կա աշխատողների